Չգիտեմ ինչպես սկսել այս պատմությունը, ամեն դեպքում չսկսել թերևս չեմ կարող, սա մի պատմություն է, որը կփոխի գուցե շատերիդ, իսկ ես ուզում եմ, որ դուք փոխվեք, իմ մասին չէ, որ պատմելու եմ ձեզ հիմա ու ցանկություններս էլ մի կողմ դնելով սկսեմ երևի ու սկսեմ այնպես, ինչպես սկսվում են հեքիաթներում, լինում է չի լինում, մի պապիկ է լինում, Դոբրի անունով, նա ապրելիս է լինում Բուլղարիայի Բայլովա գյուղում և ամառ ձմեռ հագնում է նույն մաշված հագուստն ու նույն հին կաշվե կոշիկները, նրան հաճախ կարելի է տեսնել Սոֆիայում, Սուրբ Ալեքսանդր Նևսկու վանքի մոտ, գրոշներ մուրալիս, ամեն օր վաղ արթնանալով ծերունին 10 կիլոմետր ոտքով քայլում է և Բայլովո գյուղից հասնում մայրաքաղաք Սոֆիա, Սոֆիայի բնակիչների համար նա հայտնի է որպես մուրացկան Դոբրի պապիկ, տեղաբնակներն ու զբոսաշրջիկները շատ են սիրում ծերունուն, վերջինս էլ ամեն անցորդի տրված գրոշից երջանկանում է, խոնարհվում ու համբուրում նրանց ձեռքերը, նրա ձեռքում կարելի է միշտ տեսնել փոքրիկ մի տարա, որտեղ էլ հավաքվում է իր վաստակած գրոշները, 2010 թվականին Սուրբ Ալեքսանդր Նևսկու վանքի մասին վավերագրական ֆիլմի նկարահանման ժամանակ բուլղարական հեռուստալրագրողներից մեկը վանքի արխիվում մի շատ զարմանալի հայտնագործություն է արել, ամենամեծ անհատական նվիրաբերությունը, որը երբևէ ստացել է վանքը 40,000 եվրո, կատարել է աղքատ ծերունի Դոբրիի կողմից, 98-ամյա ծերունին ոչ մի գրոշ չի ծախսում այն գումարից, որը նրան տալիս են մարդիկ որպես ողորմություն, նա ապրում է իր ամսական 100 եվրո թոշակով ու անցորդների տված հացով ու մրգերով, շատերին է հետաքրքիր, թե ինչու է պապիկն ընտրել մուրացկանի կյանքը, վերջինս ասում է, որ մի անգամ մուրացկանություն անելով նա հասկացավ, որ իր առաքելությունն է դա, պապիկ, իսկ աշխարհը փոխվե՞լ է, հարցնում են նրան, պարզապես արդեն քիչ մարդիկ են այսօր Աստծուն փնտրում և կարևորում իրերի հոգևոր կողմը, բայց մի հուսահատվեք, հուսահատությունը լավ բան չէ, ավելացնում է պապիկը, ես օգնել եմ եկեղեցիներին ու վանքերին, ասում է ծերունին և ասում միայն շատ համոզելուց հետո, պարծենկոտությունը լավ բան չէ, ես չեմ պարծենում, մի ձմեռ նա սովից փրկվել է մի ամբողջ վանքի, մի օր երբ քույրերը հասկացան, որ այլևս գումարը չի մնացել էլեկտրականության համար վճարելու, հանկարծ անաղմուկ բացվեց վանքի դուռը, ներս մտավ ծերունին ու առանց մի բառ ասելու թողեց իր հավաքած գումարն այնտեղն ու դուրս եկավ, Դոբրին հարյուրավոր մարդկանց է օգնել ապաստան գտել, նա օգնել է վերականգնել շատ տաճարներ ու եկեղեցիներ փլուզումից, թեև այլ կերպ նա չէր կարող, ինչևէ, պապիկի շատ գործեր են գաղտնի մեզ կմնան և գաղտնիք, Աստված մեզ շատ է օգնում, Աստված մեզ շատ է օգնում, բոլորին անդադար կրկնում է նա: